Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչպես էր Աղվես եղբայրը փորձում բռնել ճագար եղբորը։ Աղվես եղբայրն ուղղակի կատաղել էր այն բանի համար, որ ճագար եղբայրը խանգարեց իր խնջույքը։ Կերավ ճաշը ու այդ բոլորից հետո էլ փախավ։ Նա որոշեց ինչ էլ որ լինի բռնել ճագար եղբորը ու նրանից մի լավ ճաշ պատրաստել։ Ուրեմն, Աղվես եղբայրը ամեն ինչ անում էր, որպեսզի բռնի ճագար եղբորը։ Իսկ սա ամեն կերպ աշխատում էր նրա ձեռքը չընկնել։ Վերջապես, Աղվես եղբայրն ինքն իրեն ասաց. Ես գիտեմ, թե ինչպես պետք է բռնել ճագար եղբորը։ Ես նրա գլխին մի խաղ կխաղամ և նա ոչինչ չի հասկանա։ Այս միջոցին նա տեսավ ճագար եղբորը ճանապարհով անցնելիս։ Էй, սպասիր, ճագար եղբայր, կանչեց նա։ Ժամանակ չունեմ, Աղվես եղբայր, պատասխանեց ճագար եղբայրը վազքը մի քիչ դանդաղեցնելով։ Քեզ հետ խոսելու բան ունեմ, ասաց Աղվես եղբայրը։ Շատ լավ, Աղվես եղբայր, բայց ինձ մի մոտենա։ Այսօր ինձ վրա շատ լուկ է։ Ճագար եղբայրը կանգ առավ ու սպասեց։ Երեկ ես տեսա արջ եղբորը, շարունակեց Աղվես եղբայրը։ Նա ասաց, որ մենք պիտի ամեն ինչ մոռանանք ու ապրենք որպես լավ ընկերներ ու հարևաններ։ Ճագար եղբայրը շատ էր ուզում միշտ խաղաղ ապրել նրանց հետ, ովքեր նույնպես ուզում էին հաշտ ու խաղաղ լինել իր հետ։ Չնայած նա կասկածում էր Աղվես եղբոր մտադրությունների վրա, բայց ասաց. Ես դեմ չեմ, Աղվես եղբայր։ Գուցե վաղը կգաս ինձ մոտ ճաշի։ Մենք շատ հարուստ չենք, բայց կարծում եմ, որ պառավս մի բան կանի։ Շնորհակալություն, ճագար եղբայր, ես կգամ, ասաց Աղվես եղբայրը։ Դե ես կսպասեմ քեզ։ Հաջորդ օրը ճագար եղբայրն ու իր կինը շատ վաղ վեր կացան։ Գնացին բանջարանոց, ամենալավ բանջարեղենը քաղեցին ու շատ համով ճաշ եփեցին։ Չէ՞ որ նրանք շատ առատաձեռն էին։ Մի քիչ անց փոքրիկ ճագարներից մեկը, որ դրսում խաղում էր, ներս ընկավ։ Մայրիկ, մայրիկ, ճչաց նա։ Ես տեսա Աղվես եղբորը գալիս է։ Ճագար եղբայրը քաշեց իր երեխաների ականջներն ու նստեցրեց։ Ինքն ու ճագար քույրիկը նույնպես նստեցին ու սկսեցին սպասել Աղվես եղբորը։ Շատ սպասեցին թե քիչ, բայց Աղվես եղբայրը չերևաց։ Վերջը ճագար եղբայրը դուրս նայեց և ինչ տեսավ։ Իր փոքրիկ տնակի անկյունից երևում էր Աղվես եղբոր պոչի ծայրը։ Դժվար չէր հասկանալ, թե ինչու էր Աղվես եղբայրն այդտեղ թաքնվել։ Ճագար եղբայրը փակեց դուռը, նստեց, թաթերը ականջների հետևը դրեց ու սկսեց երգել։ Եթե մի տեղ դու յուղ թափես, հենց նույն տեղում կսայթաքես, և ուր մի փունջ մազ է պահված, այնտեղ էլ ողջ մորթն է թաղված։ Հաջորդ օրը Աղվես եղբայրը մի նամակ ուղարկեց, որ շատ հիվանդ լինելու պատճառով չէր կարողացել գալ ու ճագար եղբորն իր մոտ ճաշի էր հրավիրում։ Ճագար եղբայրը պատասխանեց, որ կգա։ Երեկոյան դեմ ճագար եղբայրը մաքրեց իր մազերը ու գնաց Աղվես եղբոր տուն։ Տանը մոտենալուն պես նա տնքոց լսեց և ներս նայելով տեսավ Աղվես եղբորը սավանի մեջ փաթաթված ու բազկաթոռի մեջ նստած։ Դեմքն էլ շատ գունատ էր։ Ճագար եղբայրը նայեց շուրջը, բայց ուտելու ոչ մի բան չտեսավ։ Սեղանի վրա միայն մի մեծ դանակ կար ու մի լայն կոթավոր թավա։ Կարծես թե դու պատրաստվում ես հավ տապակելու, հա, Աղվես եղբայր, հարցրեց ճագար եղբայրը։ Այո, ճագար եղբայր, շատ սիրուն հավեր են, փոքրիկ ու նուրբ ճուտիկներ։ Ճագար եղբայրը սրեց իր բեղերն ու ասաց. Քաղցրահամ արմատներ էլ ունես, Աղվես եղբայր։ Չէ՞ որ ես առանց քաղցրահամ արմատների տապակած հավ չեմ կարող ուտել։ Ասելուն պես դուրս ցատկեց ու թաքնվեց Աղվես եղբոր տնակից ոչ հեռու գտնվող թփերի մեջ։ Տեսնելով, որ չկարողացավ խաբել ճագար եղբորը, Աղվես եղբայրը դեն շպրտեց սավանը ու վազեց նրա հետևից։ Ճագար եղբայրն էլ նրան տեսնելով բացականչեց. Հեյ, Աղվես եղբայր, ես քաղցրահամ արմատներ եմ դնում այս կոճղի վրա։ Արի վերցրու, քանի դեռ նրանք թարմ են։ Այս խոսքերն ասելով ճագար եղբայրը քառատրոփ փախավ, գնաց տուն։